ուզենք թե չուզենք, այսօր մեր հոսանքը մեր կյանքում առաջնային դեր ունի։ Եթե մենք կարողանում ենք ստեղծել մի համակարգ, որտեղ մեր ունեցած հոսանքը, որը գեներանում է, որը արտադրում ենք, որը ինչ որ մի կերպ ավելցուգային է, սկսում ենք կայունացնել, կուտակել, հետևաբար մենք կարող ենք սիստեմավորված նաև այն բաշխել։ Եվ արդեն կուտակիչների դերը դառնում է անգնահատելի, եւ արդեն համակարգը սկսում է ավելի կայուն աշխատել անկախ իր դրսի ազդակներից, եւ համակարգը սկսում է օգուտ բերել բիզնեսին։ Դա բիզնես մագարտակ է։ Հիմա անցնենք տան մասին, խոսենք տան մասին, մենք տեսնում ենք հիմա տենդենս, որ հասարակ քաղաքացիները, ով նույնիսկ շատ քիչ սպառում ունեն, գնում են կուտակիչների ինչի պատճառով, որ իրենց տանը լինի կայուն հոսանք, այդ մարդը ուզում է տեխնոլոգիայից օգտվել։ Իր ինտերնետը չպետք է կորի մեկ, ինքը չպետք է կդրվի կաբը աշխարհի հետ։ Երկրորդը, իր դուխովկի հավը չպետք է փչանա, որովհետև ինքը միջոցառում ունի։ Ինքը գնում է կուտակիչների տեղադրմանը, որ իր տանը մշտապես հոսանք լինի։ Հասարակության ամենամեծ խնդիրը այսօր հոսանքն է, որովհետև դարը հոսանքինն է, այնպես որ էլեկտրականությունը մեր կյանքի անբաժանելի մասն է, եւ ուզենք թե չուզենք այդ էներգիայի կուտակման, հարթեցման, որակյալ էլեկտրաէներգիա ունենալու համար մենք պետք է մտածենք։ Դրա համար այդ հարցերը, որ առաջանում են հասարակության մեջ, թե ինչն է պատճառը, որ մենք պետք է ունենանք որակյալ հոսանք, պատճառները բազմազան են։ Մեր դարը, մեր այս պահի տեխնոլոգիաները, որոնք տարբեր ձևերով առնչվում են հոսանքի հետ։